Մինչև ծրագիրն իրականացնելը պահանջները մի քանի անգամ փոխվել են։ Սկզբնական տարբերակում Ստավրոպոլիտ ցորեն բերելու եւ բազմացնելու համար որոշել էին ծրագրում ներառել կետ, որը կոչվում էր ֆորս մաժորային իրավիճակ։ Սա ենթադրում էր, որ բնական լուրջ աղետների դեպքում սերմն արտադրողի նկատմամբ ցուցաբերվելու է վերապահում։ Այսօր պայմանագրում նման կետ չկա։ Ցորենի վերադարձումը մեկին երկու հարաբերությամբ է անկախ ամեն ինչից։ Մինչև ցորենը տեղ հասավ, փոխվեցին նաև հողակտորի չափերին վերաբերող պահանջները։ 3 եւ ավել հեկտարների համար էր, բայց ծրագրում նշված էր առավելությունը տրվում է ավելի մեծ հողակտորներին։ Ինչ խոսք նաև առավելությունը տրվում է ջրովի հողերին։ Դրա համար, այսինքն, պատկերացրեք, մեր մարզից հայտ է ներկայացվել 1700 հեկտարի համար։ Եվ հանրապետության մյուս 9-10 մարզերից նույնպես հայտերը ներկայացվել է, եւ վերջնական թիվը, որ գումարվեց եւ ստացվեց, այսինքն հանրապետություն ներկրված 1000 տոննան չէր բավականացնում, որ 3 հեկտարներին տային։ Սա ընդհանրապես հասավ 6 հեկտարի, հետո 9 հեկտարի, ուրեմն Ռուսաստանի Դաշնությունից ներկրված ցորենը տրամադրվել է 16 եւ ավել հեկտար ունեցող գյուղատնտեսական տնտեսությունների։ Այսինքն մեր մարզում օգտվել կամեցող 35 սերմն արտադրողներից մնացին 5-ը։ Ընդամենը 200 հեկտարի ցորեն է ներկրվել Շիրակի մարզ։ Տրամաբանությունը մոտավորապես այսպիսին է։ Ցորեն հասել է նրանց, ովքեր մեծ ֆինանսների են տիրապետում եւ ցանկացած գնով ցորենի վերադարձումը ըստ պահանջված չափերի ապահովված կլինի։ Քանի որ ծրագիրը 1-2 հետ վերադարձ է պահանջում, դա մի քիչ չոր պահանջ է, ուրեմն հնարավորություն տրվեց այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք հնարավորություն ունեն հետ վերադարձնելու։ Այսինքն ֆինանսական հնարավորություն պետք է ունենար տվյալ տնտեսությունը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որովհետեւ այս ծրագիրը կարողանար կյանքի կոչել։ Եվ բնականաբար այս խիստ պահանջներին պետք է 15 ավել հեկտար ունեցող գյուղացիական տնտեսություններ, որպեսզի կարողանան կատարել ծրագրի պահանջները։ Այսինքն 15 հեկտար հող ունեցող ֆիզիկական անձ, ուրեմն նաև ունի ֆինանսական հնարավորություն ծրագիրը կյանքի կոչելու համար։ Այս դեպքում սակայն սխալներն էլ անխուսափելի են։ Շատ հավանական է օրինակ, որ սերմն ընկնի, ասենք, պատահական հողատերերի ձեռքին, ովքեր սերմն արտադրության փորձ չունեն, ու հետո այս դեպքում մեծ է նաև ռիսկը, ասենք, օրինակ, Շիրակի մարզի 5 խոշոր հողատերերից 2-ի հողատարածքները ամբողջությամբ կարգտահարվում են, անգամ եթե նրանք մեծ ֆինանսների են տիրապետում, ումից են գնելու ու հետ վերադարձնելու նույն սերմից, այն էլ կրկնակին։ Մարզի միջին սեփականաշնորհված վարելահողի չափից պետք է նայել։ Մեր մարզում խոշոր սեփականատերեր չկան հողի։ Մեր մարզը միջին սեփականաշնորհված կամ միջին չափի սեփականատերեր ունեն հող։ Դրա համար մեր մարզի համար միջին նորման դա 5 հեկտարի սահմաններ։ Եթե ամեն մարզի համար սահմանվեր ինչ-որ նիշ, ավելի ուրեմն էֆեկտիվը այդ կլներ։ Գեղարքունիքի մարզի համար, ասեմ, Գեղարքունիքի մարզը այս ծրագրից ամենից շատ օգտվող մարզերից մեկն է, որտեղ այնտեղ հողակտորները մեծամասնությամբ մեծ են, փաստորեն մեր մարզում ուրեմն մենք օգտվել ենք 200 հեկտար, նրանք միգուցե 5 անգամ կամ 6 անգամ ավել մեր մարզից։ Իսկ եթե ասենք Շիրակի մարզում չլիներ 16 հեկտար ունեցող հողատերեր, կնշանակի Շիրակի մարզը, որը տարիներով եղել է սերմն արտադրության խոշոր կենտրոն, այս գործին ընդհանրապես մասնակցություն չէր ունենա։ Այս ամենի պատճառն այն է, որ այս ծրագրի հեղինակները մասնագիտական մոտեցում չեն ցուցաբերել ու չեն խորհրդակցել մարզային գյուղմասնագետների հետ։ Առհասարակ ծրագրի մասին անձամբ գյուղվարչության մասնագետներն են ասում, որ այն գրվել է մեկ գիշերվա ընթացքում, ոչ մի խոսակցություն չի եղել, իսկ մի օր առավոտ ծրագրի նախնական տարբերակը գտել են համացանցում։ Քրիստինա Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալա Նյուս։